Ուր են իմ հոր եղբայրները, հորակ հույրը, պապիկս, 40 հոգով ճանապարհ են ընկել, գաղթի ճանապարհը վերադարձել են 3 հոգի։ Գաղթական փրկվածների ժառանգն է։ Պատմում է, թե ինչպես ընտանիքով բռնեցին գաղթի ճամփան, բայց միայն հայրն ու տատիկը փրկվեցին։ Պապս ընդամենը 27 տարեկան է եղել, տատս 24 տարեկան։ Ունեցել են 5 հատ երեխաներ։ Ոչինչ անել չէին կարող, պապս եկել է ասել է արեք թուրքանանք, իհարկե չենք թուրքանա մենք, տատս առաջինը, որ ինքը հավատացյալ է եղել, ես ասել եմ կյանքում դավանափոխ չեմ եղել, ավելի լավ է մեռնեմ։ Հպարտությամբ է պատմում տատի մասին, ասում է ուժեղ կիներ։ Ամուսնուն արդեն ձերբակալել էին, ընտանիքը հենց ինքն է փրկել։ Գիտի թե որ գյուղից են վտարվել, ինչ ճանապարհով են փրկվել ու ինչպես են կյանքը զրոյից սկսել նոր երկրում, հուսահատ ու դատարկ գրպանով։ Ունեցած վերջին ոսկին ու թանկարժեք իրերն էլ հանձնել էին թուրքական կառավարությանը, որ կարողանան ճանապարհ ընկնել։ Տատս կարգը բոլոր խալիները փռում, բարձերը դնում, 5 երեխաներին, սկիսուրին, իր մորը, բոլոր ամենքը գնում են դեպի իրենց մայրական կողմը։ Նստում են սայլերը, 2 ձին կապում է կողքերը, բայց ձիերը չեն ուզում քաղաքից դուրս գան։ Քաղաքից դուրս գալուց հետո անմիջապես սկսվում է ջարդը։ Վերջին ունեցած մի ոսկով էլ մի շիշ ջուր են գնել, ամենքին մի կում է հասել, որ լեզուները չչորանան։ Նրանք փրկվեցին, բայց փրկությունը դեռ ազատություն չէր։ Գոյատևելու համար տատը սպասուհի է աշխատել թուրքի տանը։ Ասում է սիրտը կտոր էր լինում, երբ տեսնում էր ոնց է թուրքը պապի սիրած ճաշերն ուտում։ Ինքը ժամացույց է ունենում ցեպով գրպանը տնելու, թուրքը հանում է, այսպես ցույց է տալիս, ասում է նայի մարդիկ 3 հատ տապոր խփի վզին, տապորը վիզը չկտրեց, տապորով, ժամացույցը որ ցույց է տալիս, տատս նոր այդտեղ հավատում է, որ իր ամուսինը այլևս գոյություն չունի։ Հոր մահվան լուրն առնելով որդու սիրտը չի դիմացել, նույն գիշերն է մահացել։ Նրա 3 եղբայրներն էլ չեն դիմացել ծանրությանը։ Սեփական երեխաների գերեզմանները տատն իր մատներով է փորել։ Հիմա պատկերացնում եմ ես, ինչքան կարող էր ձեռքի մատներով առանց որևիցե մի գործիքի, որևիցե փոս փորել, որ կարողանար այդ երեխաներին տեղավորել դրա մեջ։ 100 տարի անց էլ վերքը բաց է ու չի փակվի։ Ցավը ժառանգել ենք նաև պատմություններով ու լուսանկարներով։ Ցավը տանում ենք սերնդեսերունդ կենթանի հիշողություններով։ Ցավը կաղաղակի, քանի դեռ աշխարհը լուռ է։